Բարի լույս մեր բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք հենց նոր են արթնացել, մեր գարնան վերջին եթերը շարունակում ենք մշակույթով ու արվեստով համեմել եւ խոսելու ենք մի ցուցահանդեսի մասին, որը բացվել է մայիսի 29-ին եւ շարունակվելու է մինչեւ հունիսի 30-ը։ Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում է բացվել Դեմ առ դեմ ցուցահանդեսը Եվ բաց կանչի արդյունքում մշակութային հիմնադրամի ձևավորված դեմ առ դեմ խմբային ցուցահանդեսի մասին ենք խոսելու, որը մեկտեղում է հակադիր վիզուալ լեզուներով ստեղծագործող հեղինակների մի փոքր այսպես խուճուճ է եւ հիմա միասին ձեզ հետ եւ մեր հյուրի հետ այո կհասկանանք թե ինչի մասին է խոսքը։ Եվ մեր հյուրն է արվեստաբան Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը, բարի լույս Լիլիթ։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն հրավերի համար, հրաշալի։ Տիկին Հովհաննիսյան, մայիսի 29-ին բացվել է ցուցահանդեսը Դեմ առ դեմ եւ վիզուալ լեզուներով ստեղծագործող հեղինակների նկարները, կտավները, նախ հասկանանք ինչ ցուցահանդեսի մասին է խոսքը, ինչ աշխատանքներ են ներկայացված, ինչպիսի տեխնիկայով, ինչ ժանրային առանձնահատկությամբ, սկզբից սկսեք։ Այո, սիրո։ Սկսենք նրանից, որ 2019 թվականին Նիկոլայ Նիկողոսյանի լեգենդար քանդակագործ նկարչի ընտանիքի շնորհիվ Երևանում բացվեց Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը քաղաքի կենտրոնում Սարյան փողոցում։ Եվ մեր հիմնադրամի առաքելություններից է ոչ միայն հանրայնացնել, ներկայացնել լեգենդար քանդակագործի արվեստը, ներկայացնել նաև 20-րդ դարի մեր մեծ արվեստագետներին, ովքեր չունեն իրենց թանգարանները, ցավոք նրանց անունը այդքան հայտնի չէ հանրությանը։ Բացի դրանից մենք նաև հարթակ ենք տրամադրում մեր օրերում ապրող ստեղծագործող արվեստագետներին։ Եվ այդ նպատակով արդեն 3-րդ տարին շարունակ կազմակերպում ենք բաց կանչ, open call, հրավիրելով բոլոր ստեղծագործող նկարիչներին, ազգությունը տարիքը կապ չունի, ուղարկել իրենց աշխատանքները մեր հիմնադրամի էլեկտրոնային հասցեին, ձևավորվում է ժյուրիի կազմ եւ ժյուրիի անդամները ընտրում են լավագույն աշխատանքները եւ այդ արվեստագետներին հնարավորություն է տրվում բոլորովին անվճար մեկ ամիս շարունակ ցուցադրվել մեր արվեստային տարածքում մեծ վարպետի քանդակների կողքին։ Եվ այս տարի արդեն 3-րդ անգամ է, ինչպես նշեցի, անցկացվում մեր open call-ը առաջի 2 տարիներին ազատ թեմայով էր։ Այս տարի որոշեցինք ընտրել դիմանկարի թեման, ինչը միշտ հետաքրքիր է եւ ակտուալ, քանի որ Նիկոլայ Նիկողոսյանը հայտնի է որպես դիմաքանդակների վարպետ, ինքը նույնիսկ ԽՍՀՄ բարձրագույն պարգև պետական մրցանակ է տարել իր դիմաքանդակների շարքի համար, որովհետեւ նա զուտ միայն արտաքին ֆիզիկական նմանություն չէր հաղորդում, նա անշուչ քարին հաղորդում էր բնավորություն, հոգեբանական բնութագրեր եւ մտածեցինք, որ շատ հետաքրքիր համադրություն կլինի մեծ վարպետի դիմաքանդակների հետ միասին ներկայացնել մեր օրերում ստեղծագործող նկարիչների դիմանկարները։ Միայն գեղանկարներ են ցուցադրված, թե կան քանդակներ նույնպես։ Մեկ քանդակ էլ կան ինստալյացիաներ, շատ հետաքրքիր տարբեր բազմազան աշխատանքներ կան։ Կտորից ինստալյացիաներից, ասեղնագործությունից սկսած մինչև թուղթ մատիտ յուղաներկով արված աշխատանքներ, այսինքն իսկապես շատ բազմազան ու հետաքրքիր ցուցադրություն է։ Լիլիթ, կասեք, ինչպես է ձևավորում ժյուրիի կազմը եւ նրանք ինչով են առաջնորդվում, քանի որ հատկապես երիտասարդներին, եթե չեն ընտրում, գուցե կոտրվեն, գուցե, ինչպես են առաջնորդվում, ինչով են ընտրում, մի փոքր այս մասին կուզեմ խոսել։ Այո, սիրո։ Ասեմ, որ մեր ժյուրիի կազմում ամեն տարի բացի մշտական անդամներից հրավիրում ենք թանգարանային ոլորտի մասնագետի, թանգարանի տնօրենի կամ արվեստաբանի, որը մեծ փորձ ունի իր մեջքի հետևում։ Այս տարի մեր հրավիրված ժյուրին էր արվեստաբան, արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը եւ ասեմ շատ բազմաթիվ աշխատանքներից 100-ից ավելի հայտերից ընտրվել է 34-ը, 34 նկարչի աշխատանք է ցուցադրվելու, ինչը կարծում եմ վատ չէ, 34 հոգի հնարավորություն կունենա ցուցադրվելու։ Ամեն մեկը մեկ աշխատանքով։ Մեկ կամ երկու աշխատանքով, շատ չենք ընտրել, ասեմ, որ արտասահմանից էլ նկարիչներ կան, որոնք սոցցանցերից տեղեկացել են մեր open call-ի մասին,
Գերմանիայից, Շվեյցարիայից Հայեր թե չէ, արտասահմանում ստեղծագործող նկարիչներ, որոնց հետաքրքրել է Հայաստանում ցուցադրվելու հնարավորությունը։ Իրենք անձամբ եկել են, թե ուղարկել են, իրանք իրենց աշխատանքները ուղարկել են եւ այդպես բազմազան ազգային այսպես կազմ ենք ունենալու։ Հետաքրքիր է, քանի որ տարբեր մարդկանց աշխատանքներ են, թեկուզ 1 կամ 2 աշխատանքով, այս դեպքում համադրությունը ով է արել եւ նման դեպքերում համադրությունը հեշտ է արվում, երբ տարբեր հեղինակներ են։ Չէ, ցուցահանդեսի համադրողը ես եմ, երբ բոլոր աշխատանքները արդեն շարում ես ու փորձում ես որոշել ինչպես ինչը պետք է ցուցադրել, երբեմն մի աշխատանքից այսպես թելը հյուսելով գնում ես, երբ որ սկսում ես ինչ-որ կոնցեպտ, ինչ-որ իդեա որոշել, որ այս պատը թեմատիկ այս բովանդակությունը կունենա, այս պատը, այն ամեն անգամ դա հետաքրքիր նոր process է, չես կարող բոլոր ցուցահանդեսները նույն սկզբունքով համադրել։ Դա ամեն անգամ շատ հետաքրքիր այսպես գլուխգոտի նման մի բան է, այո։ Տիկին Հովհաննիսյան, քանի որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ իրենց աշխատանքներն ուղարկել են եւ դիմանկար է այս տարվա թեման, ինչպես ասացիք, հետաքրքիր է ինչ առանձնահատկություն, ինչ հայացք, ինչ բովանդակություն ունեն այլազգի նկարիչների վրձնած դիմանկարները։ Հետաքրքիր հարց էր։ Ասեմ, մենք ժյուրիի անդամները այս տարի էլ ընտրել են ոչ միայն դասական, այսպես մեզ համար ստանդարտ ընկալելի ֆիզիկական նմանություն ունեցող դիմանկարներ, երբ որ նայում ես հստակ ճանաչելի մարդ է, մեզ մոտ շատ հետաքրքիր է, որ երբեմն աբստրակցիայի հասնող անդեմ, շատ հետաքրքիր տեխնիկաներով արված դիմանկարներ են, որ դու հնարավորություն ունես դեմ առ դեմ, ինչպես մեր ցուցահանդեսի խորագիրն է, քո մտքերով կենտրոնանալ, կանգնել դիմանկարի առաջ։ Դու ինքդ ստեղծել Եվ ինքդ փորձես հասկանալ ինչ էր ուզում ասել նկարիչը, քանի որ մեր օրերում 21-րդ դարում դիմանկարը վաղուց արդեն զուտ միայն ֆիզիկական նմանության փոխանցում չէ, դա հրաշալի անում է լուսանկարը։ Այստեղ արվեստագետների առջև արդեն ուրիշ խնդիրներ են, իրենք նաև երբեմն իրենց ներքին խնդիրներն են փորձում արտահայտել իրենց աշխատանքի միջոցով։ Շատ լավ, քանի որ այսքան խոսեցինք, պետք է իհարկե գալ եւ տեսնել, որպեսզի մենք էլ դեմարդենք մեր գուցե նախընտրած կերպարի հետ եւ մենք գտնենք կերպարներից եւ կուզեմ նաեւ խոսել ընդհանուր ձեր հիմնադրամի մասին, այս ընթացքում բացի այս ցուցադրությունից ինչ process-ների մեջ եք եւ ինչ սպասենք։ Ասեմ, սիրով, մենք բացի ցուցահանդեսներից մեզ մոտ տեղի են ունենում նաեւ դասական ջազային երաժշտության երեկոներ, շատ հետաքրքիր փորձառություն է նկարներով, քանդակներով շրջապատված, թանգարանը վերածվում է համերգասրահի գողտրիկ կամերային փոքր թվով մինչև 45 հոգանոց համերգներ ենք ունենում, ինչը լրիվ այլ զգացողություններ է տալիս հանդիսատեսին։ Այդպես շատ ակտիվ մեզ մոտ տեղի են ունենում նաև արվեստի մասին դասախոսություններ, համերգներ, այնպես որ թող հետևեն մեր էջերին սոցիալական ցանցերում Նիկողոսյան մշակութային հիմնադրամ եւ սիրով բոլորին սպասում ենք։ Մենք աշխատում ենք 12-ից 8-ը, մի քիչ տարբերվող ժամերով։ Այո, մենք գալ եւ վայելել, շատ լավ գաղափար է։ Իսկ նկարների վաճառք սպասվում է, թե ոչ, միայն ցուցադրություն է։ Ցուցադրություն է միայն, մարդիկ հնարավորություն ունենան գան տեսնել ինձ թվում է դա էլ է արդեն լավ առիթ։ Այո, այդպեսով կծանոթանան ստեղծագործողների հետ եւ ինչու՞ չէ։ Այո, բոլոր պիտակների վրա արել ենք QR կոդեր, ինֆորմացիա յուրաքանչյուր նկարչի մասին, երբ որ իրենց հետաքրքրում է այդ աշխատանքը, մարդիկ կարող են արդեն ճանաչել այդ նկարչին, արդեն կապ հաստատել այդ նկարչի հետ, դա նաեւ նրանց PR-ի լավ միջոց է կարծում եմ։ Կապ եւ գեղեցիկ հարթակ եք դրամադրել, մնացածը արդեն ամեն ոք կորոշի վարվել։ Շնորհակալություն այսօր մեզ մոտ հյուրընկալվելու համար, ձեզ հաջողություններ ենք մաղթում եւ սիրելի հեռուստադիտող, հիշեցնում ենք, որ մեր հյուրն էր Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը եւ մայիսի 29-ից բացվել է այնտեղ Դեմ առ դեմ ցուցահանդեսը։ Գնացեք, գտեք ձեզ, դեմարդվեք ձեզ հետ, ինչու ոչ, կհանդիպենք քիչ հետո։